Վերդիկտ հրապարակում է վերդիկտի եզրափակիչ մասը, ապացուցված չի Ալբերտ Նիկոլայ Արուստամյանի մեղսագրվող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հանցակազմի առկայությունը։ Դատարանն արդարացրեց ամիսներ առաջ վարչապետի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցի 71-ամյա տղամարդուն։ Դատավորը եզրահանգեց, որ Ալբերտ Արստամյանի դեմ բերված ապացույցները բավարար չեն նրա մեղավորությունը հաստատելու համար։ Ես չեմ ուզում մարդի հետևից զրուցան։ Եթե ինքը զրուցոնը անել է, ես ուրան մի երկու բառ զրուցում եմ, սուդավստում կանեմ։ Ասեք մեզ ունակին սուդավստում ինչ կանը, ինչ զրույց։ Ինչ կանը, կասեի, որ հրաժարական տուր գնայս ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին։ Ինքը չի գցել ես օրում ես։ Անցած դատական նիստերից մեկում Ալբերտ Արստամյանը չէր հերքել, որ իսկապես 9-րդ հարկից խնձոր է նետել, բայց նշել էր, որ ոչ թե նետել է վարչապետի վրա, այլ ուղղությամբ։ Դատավորին էլ բացատրել էր բողոքի ակցիա է արել, օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Մեր տանը բան չկա ուտելու, ոչ մի բան չկա ուտելու, հեռաստացուցկությունից ինքը խաշլամայ է ուտում, հեծանի վակշում։ Ջոհանացած, հենց ինքը ջոհանացած։ Ամեն ինչ թողալը մեկ աստղից, բողոքի ակցիա է կողմից։ Արցախցու համար ճակատագրական դարձած կարմիր խնձորից ըստ քրեական գործի, սակայն իսկապես ոչ ոք չէր տուժել։ Այն դիպել էր Բաքում կայանած մեքենային։ Տուժող չկար, բայց դա չէր խանգարել իրավապահներին այն որակել հանցագործություն։ Որոշումը սպասելի էր, իմ համար ճիշտ ասած ավելի սպասելի էր Ալբերտ Արստամյանի գործով առհասարակ հանրային մեղադրողի կողմից հանրային մեղադրանքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը, այսինքն ես սպասում եի, որ հանրային մեղադրողը մինչև վերջին դատական նիստը կհրաժարվի առաջադրված մեղադրանքից։ Այնուամենայնիվ հանրային մեղադրողը չհրաժարվեց այդ մեղադրանքից եւ դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց շատ արդար դատական ակտ, մասնավորապես արդարացնելով Ալբերտ Արստամյանին։ Այսօր Ալբերտ Արստամյանին արդարացնելով դատավոր Արման Հովհաննիսյանը ոչ միայն ցույց տվեց իր մասնագիտական բարողությունները, առհասարակ ցույց տվեց, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը եւ ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է գործել կարծիք արտահայտելու, ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։ Ինչի ես արալում ես սրտումս ինչ-որ մին քանի բան ա եղել, մեկը դուրս ա եկալ, հանգստացա։ Բայց եթե ես երկրորդ անգամ դեպի մի երկու լավ բառ կասեմ իրան։